Բարև ձեզ իմ սիրելի հետևորդներ, բարև ձեզ, հələ նոր եմ մտել արդեն լայքում եք, շնորհակալ եմ։ Այսօր կլինի մարտ ամսվա համար հորոսկոպի բոլոր նշանների համար կանխատեսումը, հավաքվեք մեծ համբերությամբ, սկսում եմ աշխատել։ Նախ բարև ձեզ, իմ սիրելի YouTube-յան և TikTok-յան հետևորդներ, ընկերներ։ Զինվեք համբերությամբ և ես սկսում եմ աշխատել։ Դուք լայքում եք ինձ համար, կիսվում եք ձեր սիրելիների հետ իմ աշխատանքները, իսկ ես աշխատում եմ ձեզ համար։ Գնացինք առաջ, սկսելու ենք խոյերից։ Շնորհակալ եմ։ Ինչպես է լսվում, լավ է լսվում։ Դուք շատ լավ մարդ եք, շնորհակալություն։ Այո, ինձ ճանաչողները շատ լավ գիտեն։ Ես չեմ գովում իմ մասին, գովում է ինձ իմ բավականին բազմահազարանոց հետևորդներ։ Շնորհակալ եմ ճիշտ գիտակից ընտրություն անելու համար։ Ինչպիսի փոփոխություններ է սպասվում, ովքեր ծնվել են խոյ համաստեղությամբ, մի շտապեք սիրելի խոյեր։ Ինչպիսի փոփոխություններ է սպասվում, իրադարձություններ, ովքեր ծնվել են խոյ համաստեղությամբ, ներկո մարտ ամբողջ ամիսը 2026 թվականի էներգիաները հետաքրքիր էր, անձնականը, գործնականը, խոյերի, վատ չի, ֆինանսները, հետաքրքիր է, առողջականը խոյերի, սիրելի խոյեր, ֆինանսներից, լավ կասեմ, դա ձեր գործնականի հետ է կապված, որտեղ միգուցե դատական գործեր կստիպեք ինչ-որ մարդկանց ներողություն խնդրել ձեզանից, այստեղ կա և կին, և տղամարդ, ում դուք տեսել եք և ում դուք ճանաչում եք, կստացի, առողջական և ընդհանուր շատ լավ է, և եկեք տեսնենք խորհուրդ ձեզ, ամեն ինչից դուրս եք գալու հաղթանակած, այո, մարդիկ կընդունեն ձեզ, բայց հարցեր, որոնք որ ձեր անցյալի հետ է կապված, ընդհանուր ֆոնը այդպիսին է լինելու, ձեզանից լիքը աբիժնիկ մարդիկ, դա կապված է լինելու ձեր ռեսուրսների հետ, ձեր անվան հետ, ձեր գործերի հետ, որտեղ դուք աճում եք, հա, բայց ինչ-որ գործեր 3 հոգու հետ է կապված լինելու, որտեղ ես տեսնում եմ, հա, այդ մարդիկ անգամ ստեղ հնարավոր է բավականին լուրջ պրոբլեմներ ունենան, օրենքի հսկողության տակ լինեն։ Նախորդ պետք է մտածեն ինչ են անում, որովհետև ստեղ լավ բան չկա այդ մարդկանց համար։ Համենայն դեպս էներգիաները ձեր համար կլինի, դուք կլինեք ձեր տեղում, այն ինչ որ էլ պետք է գնար, աբի դա, տուդա, սուդա, լրիվ մնում է ձեր անցյալում։ Ինչ վերաբերվում է ձեր անձնականում, չգիտես որտեղից շնորհակալ եմ, ձեր կյանքում կարող է հայտնվել մի անձնավորություն, միգուցե չեք էլ մտածում, հա, որ կարող է ինչ-որ մեկը հայտնվի, որ կցանկանա ձեր սիրտը գրավել, որոշ խոյերի մոտ հնարավոր է անիմաստ լինի ձեզ գրավելը, շատ դժվար լինի, և դուք ընդհանրապես բանի տեղ չդնեք, իսկ որոշ մարդկանց մոտ հնարավոր է ուզեք, թե չուզեք, պոիսկի մեջ, այո, как снег на голову, հա, անսպասելի ձեր համար, սա կրկոտ սիրո մասին է խոսքը, որտեղ որ տեսնում եք, դուք կգաք համաձայնության, նոր սիրո մասին է խոսքը,
Բայց այստեղ տղամարդը կանանց համար ձեզանից կարող է վախենալ միգուցե նիպազուբամ, հա, այսինքն կարող է ձեր սպրոսը շատ լինի, ես սա եմ ուզում, ես նա եմ ուզում, հա, ձեր բնավորությունը ցույց տալով եւ այլ, որովհետեւ գիտենք, այո, խոյր ավելի լավ է ընդհանրապես չամուսնանան, քան ամուսնանան։ Ինչի, որովհետև խոյերի հետ շատ դժվար կլինի, խոյերը իրենց ասացի տերն են և եթե ինչ-որ մի բան դուր չի գալիս, մի անգամից կարող է դաս վիդոս անեն։ Ինչ վերաբերվում է ստեղ ձեր գործնականին, դա կապված է լինելու ձեր անցյալի հետ, կոլեգաների հետ, որտեղ որ միգուցե փորձեր կլինի ձեր հանդեպ ինչ-որ գործողություններ, բայց ես տեսնում եմ, նայեք, լավ քարտ է ձեզ դուրս եկել, ամեն մարդ կստանա իր պատասխանը, միգուցե դա կարող է լինի գիշերվա կեսին, դա կարող է լինի, չգիտեմ, ինչ հաշիվ ստեղ կարող է լինի, դուք կարող է դիմեք, որտեղ որ պետք է, ձեզ լսեն և գործին ընթացք տան, հասկանալով, որ դուք որոշ մարդկանց մոտ, հա, տեսնում եք, եթե ճանաչված եք այդ դեպքում, եթե ոչ, այստեղ հնարավոր է հին գործեր, որոնք իրենց լսեցնել կտան, սպասեցնել չեն տա և այստեղ դուք պետք չի վախենալ, ձեր գործերի հետ է կապված, կասկածեք ձեր ուժերի վրա և այլը, տեսնում եք, ուրեմն դուք այդքան կաք, դուք այդքան պետք է մտածեք, հա, որ այդ գործողությունները փորձվում արվի ձեր հանդեպ, իսկ ստացվի նրանց մոտ դա թե ոչ, իհարկե կատեգորիկ ոչ, ինչ պլանավորել են, իսկ նոր աշխատանքի հետ կապված ընդհանրապես, տեսնում եք, կփորձեն այդ մարդիկ փախչել իրականությունից, բայց ոչ, չեն կարող փախչել, որովհետև յուրաքանչյուր գործողություն ինֆորմացիաների հետ կապված իրանց համար կունենա հետևանքներ, որ ստեղ մտածելու բան չունեք։ Իսկ նոր աշխատանք ընդհանրապես աշխատանքի հետ կապված, ստեղ մեծ ոգևորություն եմ տեսնում, բայց ձեզանից ոչինչ վերանել փակ պահեք, մի ասեք, աշխատանքի հետ կապված, նոր ծրագրերի հետ կապված, հենց դա էլ կարող է քանդի ձեր տունը։ Ինչ վերաբերվում է ձեր ֆինանսներին, կլինեն խոչընդոտներ, ովքեր կարող է փորձեն գողանալ, տանել ձեր ռեսուրսները, տղամարդու հետ է կապված լինել, խոսքի բիզնես ես դրել, ինչ-որ տղամարդ կա, հա, ով կարող կամ տղամարդիկ, ինչ-որ մարդիկ, ովքեր կփորձեն խոչընդոտներ հանդիսանալ, իրենք իրենց նայեք ինքներդ, փորած փոստն են ընկնելու, դատական գործերի հետ է կապված լինելու, այս քարտներ և այս քարտներ, զող խաղալ չի լինի իրանց համար, և զգուշ եղեք ինչ-որ ավանտյուրայի մեջ չփորձեն ձեզ ներքաշել, մի փոքր խելացի գործեք, ֆինանսների հետ կապված հարցեր ինքնիրան ընկավ, կայունությունը չեմ տեսնում, ոտքերի տակից ձեր փախնի, և դուք մարդկանց հետ խոսեք իրենց իսկ լեզվով, որպեսզի հասկանան, այստեղ մի փոքր հնարավոր է տան հետ կապված լինի խնդիրներ ձեր հարազատների, որտեղ որ ինչ-որ իրավիճակ պետք է փոխվի ձեր համար, տեսնում եք, և ինֆորմացիաները ձեզ ավելի շուտ կհասնեն, քան դուք մտածում եք, դա կապված է լինելու միայնակ աշխատելու, էլ ինչի հետ, լսելով իմ խորհուրդին, ուշադիր եղեք, ով ձեզ ճիշտ խորհուրդ կտա, ճիշտ ուղու վրա կդնի, ինչպես դուք ինձ հետ, այնպես ես ձեր հետ, և արդարությունը կվերականգնվի ի օգուտ ձեզ, ինքներդ եք տեսնում, արդարության քարտն է, իսկ ձեր չուզողներին, ձյավլ ես ասում էի, իրենք իրանց թակարդը կընկնեն, այո, ճակատագրական մեծ սխալի պատճառով, չհասկանալով, որ իրենք փորել են իրենց փոսը, շնորհավորում եմ ձեզ, առողջական կանանց համար խորհուրդ եմ տալիս գնաք ստուգվեք, սա կարող է կապ ունենալ ինչ-որ կլոր բանի հետ, կիստ է օրինակ, ոչ այնքան հաճելի, բայց բուժվող բան է,
Իսկ որոշ մարդկանց մոտ ինչ-որ նոր բանի հետ է կապված լինելու, այստեղ նաև ձեր աչքերին ուշադրություն դարձեք և տեսողությանը, երբ որ նստում եք գոտկատեղից ներքև։ Ինչ վերաբերվում է իտոգում դուք ինչ կստանաք, ձեզ սպասվում է բավականին լավ նորություններ, լավ շանսեր, մեծ շանսեր, որտեղ դուք ձեր գլուխը բարձր կգնաք առաջ, հաղթանակած։ Շնորհավորում եմ, սիրելի խոհեր, ես այդպես էլ գիտեի, որովհետև հենց սկզբից քարտերը ցույց տվեց։ Տեսնում եք ձեր աբիժնիկները ոնց են գնում, ոնց են փոշմանել, իսկ դուք ձեր տեղում եք։ Ես այդպես էլ գիտեի, շնորհավորում եմ խոհերին։ Անցնենք առաջ ցուլերին։ Սիրելի ցուլեր, տեսնենք Աստուծո վախեցող է, ինչ գործ ունի ստեղ, ես էլ ձեզ հարցով պատասխան եմ տալիս, գնա հետևդ լվա քնի, Ազիզ ջան։ Սիրելի ցուլեր, մարտամիսը ձեզ համար, անձնական է, լավ է, գործնականը, ֆինանսները, առողջականը, լավ է, և իտոգում ինչ կստանաք, խորուրդ, խոյերին խորուրդ չտվին, եկեք խորուրդ էլ տանք, սիրելի խորուրդ, տեսնում ենք, նա իմ ամուսինը, որ կիբեր բաժնում աշխատում, ցեղդ չվերացնի, պարզակես, անցանք առաջ, մի րոպե սիրելի հետևորդն եմ։ Դուրդ չի գալի, ստորագրի բայ-բայ արա։ Իմ էմոցիաները, եթե մտածում ես ինձ կարող ես հունից անել, ես շատ լավ կառավարում եմ, անցանք առաջ սիրելի հետևորդներ, խոյերի համար խորուրդ, խնդրեք և կստանաք, այդ հնարավորությունները ձեզ կտան, երբեք ամոթ չի խնդրելը, եղավ, և եթե ինչ-որ մարդիկ ձեր հանդեպ սխալ են եղել, մեկ-մեկ այո, ամոթ չի ներողություն խնդրելը, իսկ ինչ վերաբերվում է ցուլերին, ցուլերը ակտիվ կլինեն բավականին, դա կապված է լինելու սիրելի ցուլեր ձեր ստեղծագործականի, գործերի, սիրո, ինչ կապված է նորի հետ։ Ինչ վերաբերվում է այստեղ անձնականում մեծ հնարավորություններ, լավ շանս ունեք, միգուցե լավ մարդ կարող է հանդիպել, կարող եք մտածել բինգո եք շահել, իսկ օգտագործեք այդ շանսը չեք օգտագործի, դա արդեն ձեզանից է կախված։ Գործնականում մեծ ուրախություն է որոշ մարդկանց մոտ սպասվում, սպասեք և կտեսնեք, բավական անսպասելի, նորի հետ է կապված որոշ մարդկանց մոտ լինելու, նոր ինչ-որ մտահղության, շանսերի, իսկ ինչ վերաբերվում է ֆինանսների հետ կապված, այստեղ բավականին շատերի մոտ շտապ որոշումներ մի կայացրեք, որ հետո ավանտյուրայի մեջ չընկնեք, սա նաև ավանտյուրայի քարտ է, բայց ես տեսնում եմ, որ ոգևորությունը նոր ասպարեզի հետ դա նաև կարող է կապ ունենա, եթե ինչ-որ լավ ձեզ առաջարկ կլինի, օգտագործեք, բայց աշխատեք 10 կտրել, մեկը չափել, որ ավանտյուրայի մեջ չխառնվեք։ Այո, լավ է, խորհուրդ է տալիս, եթե ինչ-որ առաջարկ լինի, այո, օգտվեք, դա կարող է նաև պարգև լինի արարչից։ Առողջական ոչ մի խնդիր չեմ տեսնում, ինչպես կա, այդպես էլ կշարունակվի, մենակ մի փոքր թախից կարող է լինի, մի նեղվեք, ինչ վերաբերվում է իտոգում ինչ կստանաք։ Իտոգում նոր հնարավորություններ, համաձայնություններ, նոր միգուցե պրոյեկտների հետ կապված, ճանաչման հետ կապված, տեսնում եք ինչ լավ քարտ է, ուրախություն, որը դուք կկիսեք ձեր մոտիկների, ում հարազատ եք համարում, սիրելիների հետ, բայց ինձանից ձեզ խորհուրդ, բերանները տելի փակ պահեք, որովհետև կարող է լինեն մարդիկ, ովքեր ում դուր չգա ձեր հաջողությունը, քիչ չի այսօր, տենց մարդիկ։ Խորհուրդ ձեզ,
շտապողական ինչպես սկզբից ցույց տվեց։ Ոչ մի որոշում մի կայացրեք, 10 կտրեք, 1-ը չափեք եւ սկսեք նոր ճիշտ որոշումներ կայացնելով իրավիճակը փոխել։ Սա ծուլերի համար անցնենք առաջ։ Երկվորյակներ, տեսնենք սիրելի երկվորյակներ, ձեզ ինչպիսի փոփոխություններ են սպասվում։ Ասենք երկվորյակների սիրելի երկվորյակներ։ Ինձ որ գրել էր, որ այդ մահացած մարդուն տավարիցա, ոնց կարած գցես։ Այս տգիտությունը, որը մեր երկիրը հասցրել է այս վիճակին, անողնաշարների պատճառով։ Տեսնենք երկվորյակների մարտամիս էներգիաները, լավ նորություններ, լավ փոփոխություններ, որոշ երկվորյակների մոտ տեսնում եք, ինչ լավ փոփոխություններ է սպասվում, որտեղ ձեզ մարդիկ կընդունեն, ինչ-որ հաղթանակի մասին էլ է խոսում, նոր հաղթանակների մասին, ոնց որ նոր շունչ գա, դուք ձեզ լավը զգա, կարող են ձեզ գովել, գովասանքի գեղեցիկ խոսքեր ասել, երկվորյակների անձնականը, գործնականը, ֆինանսները շատ զարմանալի էր, առողջականը, իտոգում ինչ կստանան խոյերը, երկվորյակները, խորհուրդ երկվորյակներին, գործնական, ես ինչ հիմարություն ես արեցի, հետաքրքիր էր, սիրելի երկվորյակներ, ինչքան էլ փորձենք լավ ինֆորմացիա տալ, համենայն դեպս դուրս կգաք հաղթանակած ինչ-որ իրավիճակից կամ եթե ինչ-որ տեղ ձեզ չեն ընդունում, պետք է ընդունել ձեր, կարելի է ասել, սա վերաբերվում այն մարդկանց, ովքեր ճանաչված են, պարտությունը և առաջ գնալ, առաջ շարժվել, կլինեն մարդիկ, ովքեր կընդունեն ձեզ, նաև այսպիսի ինֆորմացիա, ինչու, սիրո մեջ ձեր միամտությունից կարող են օգտվել, բլա բլա բլա, հեքիաթ պատմել, և դուք կարող եք սիրահարվել, ընկնել էքստազի մեջ, դնելով վարդագույն ակնոցներ, չհասկանալով, որ անձը, ով ձեզ այս հեքիաթները պատմում է, ինչի իրականում չկա, հետո մինչև վարդագույն ակնոցները դուք անեք, բավականին ցավոտ կլինի հետագայում։ Ես խորհուրդ եմ տալիս վիրտուալ կապից հեռու մնալ, որովհետև դա ձեզ ոչ մի լավ բանի չի բերի կամ գլուխ գովան մարդկանցից, որ ես քո համար սա կանեմ, նա կանեմ եւ այլն։ Որովհետև դրանք հեքիաթներ կլինեն։ Գործնականում շատերի մոտ, եթե ինչ-որ պայթունավտանգ իրավիճակ էր, չեք հասցնում, կամ գործեր չկար եւ այլը, ավելի շուտ կլուծվի այդ հարցը, քան դուք մտածում եք։ Իսկ եթե ինչ-որ վատ բաներ եք արել, վատ բաներ եք խոսել եւ այլն, գործնականում սպասվում է ձեր կյանքում փլուզումներ, որովհետեւ սա արարչի աշտարակն է, տունն է եւ նա վերևից ամեն ինչ տեսնում է, յուրաքանչյուրին հարվածը ուղարկում է, պետք չէ բողոքել հետագայում։ Ինչ վերաբերվում է ֆինանսներում, այստեղ կոնսուլտանտի մասին է, միգուցե խորհրդատու, պետք կլինի խորհրդակցեք, ինչ եք ցանկանում անել, ինչ չեք ցանկանում, բայց ճիշտ մարդ ընտրեք, որ հետո չփոշմանեք, որ ձեզ ճիշտ ուղու վրա դրնի։ Եթե ունեք ընկերներ, ուրեմն ճիշտ մարդկանց հետ շփվեք, որպեսզի հոսքը ձեզ գա, այլ ոչ թե ձեզանից տանեն, դա։ Նաև այստեղ հնարավոր է ինչ-որ մարդ ձեզ օգնի ֆինանսների հարցում, ում հետ դուք կարող եք խորհրդակցեք, կամ ով կարող է բաժնի դառնա ձեր կյանքում ձեզ օգնի, ամենայն դեպս։
անցանք առաջ, ինչ վերաբերվում է ձեր առողջականից շատ լավ եմ տեսնում, վատ բաներ չեմ տեսնում, դուք կլինեք ձեր տեղում, բայց մի փոքր խմիչքից հեռու մնացեք, որովհետև եթե խմիչքի, քաղցրի հետ կապված եղավ, աշխատեք առողջ բան կերեք, որ հետո չթունավորվեք։ Ահա, իտոգում ինչ կստանաք, եթե դուք մեկի հասցեին ինչ-որ բան եք խոսել, դա բացահայտվելու է ունենալու է ձեր համար ծանր հետևանք, շատ եք փոշմանելու, տեսնում եք ինչ լուրջ քարտեր ա, եթե դուք գողանում եք ուրիշինը, հա, փորձելով, դա չի ստացվի, դրանից փախչել, ինչու, հենց այնպես չի որոշ մարդկանց մոտ լավանալու գործերը, իսկ հենց այնպես չի, եթե ինչ-որ վատ բան եք արել, տեսնում եք, փլուզում ա, ձեր գործնականը, դա դրա հետ կարող է կապ ունենա, բավականին ծանր հետևանքով, որովհետև ինչը դու գողանում ես ուրիշից, դա բնական է, քոնը չի, կամ ինչ դու խոսում ես ուրիշի հասցեին, դա ունենալու է հետևանք, սպասածներ չի տալու, չեք կարող խուսափել, որովհետև ծանրալինելու հետևանքը ոտքի սևը տենում եք, հազիվ եք այդ ծանր բեռը, ծանր ուզում դրանից ազատվել չի լինի, չի լինի և վեր, իսկ եթե մարդիկ կային, լավ իմաստով, հա, երկվորյակներին է վերաբերվում, ձեզ են խոսքի օրինակ ձեր անվան հետ են խաղաց, այդ մարդու համար է ունենալու ծանր հետևանք, այնպես որ դուք չունեք մտածելու, ինչ-որ բան, որը կավարտվի վերջապես, խորհուրդ ձեզ, եթե սխալ քայլ եք արել մեղադրելով անմեղ մարդկանց, նեղացնելով, պոգլուպեսցի, ինչ-որ հիմար քայլ, մեղադրելով պետք չի ոչ մեկին, ստեղ դուք ձեր մեջ պետք է նայեք, ինչից է գալիս այդ բաշնյան և այս ծանր հետևանքները, հա, որովհետև խոսքը ուժ ունի, հետո հետ է գալիս իրատիրոջը, չէ, դուք պետք է ստեղ հասկանաք ձեր սխալը, հիմար քայլը և փորձեք ուղղել, ոչ մեկին չմեղադրելով ձեր դժբախտությունների մեջ, որովհետև ձեր էքսցենտրիկ պահվածքի, ինչ-որ քայլի հետ դա կարող է կապ ունենա, իմ խորհուրդը ձեզ, պետք չի լինել անկանխատեսելի, մեղադրել որոշ հարցերում մարդկանց, նայիր այլ տեսանկյունից իրավիճակը և փորձիր քո մեջ գտնել սխալը, որտեղ է, где ты облажался, որտեղ ես դու սխալվել, անցանք առաջ, խեցգետիններ, ինչպիսի փոփոխություններ են սպասում այն մարդկանց, ովքեր ծնվել են խեցգետին համաստեղության ներքո, պասիվ է լինելու էներգիան մարտ ամսին 2026 խեցգետինների համար, անձնականը խեցգետինների մարտ ամսին, գործնականը, ֆինանսները խեցգետինների, ահա, առողջականը, լավ է և իտոգում ինչ կստանան խեցգետինները, և ուր հետաքրքիր էր խորհուրդ խեցգետիններին, սիրելի խեցգետիններ պետք չի տխրել, որովհետև այնքան էլ վատ չի ձեր ռասկլադը, հա, մարտ ամսվա համար, կլինեք պասիվ, բայց այնպիսի տպավորություն կլինի, կարծես չենք գնահատվում, բայց գործնականում ձեզ, անձնականում ձեզ սպասվում է ամուսնացած տղամարդու հետ նոր ծանոթություն, ստեղ մի քիչ զգույշ եղեք, միգուցե կարող է դուք ձեզ դուր ա գալի այդ մարդը իր հետ կապվում եք, հա, բայց ստեղ ինֆորմացիան կարող է դուք փակեք, որպեսզի շատերը չիմանան, հա, նաև ամուսնացած տղամարդը այդ կարող է մտածել, թե դուք նրա հետ ֆինանսների համար եք, մի փոքր զգույշ եղեք, խիտրի հաշվարկով տղամարդ է,
Եվ եթե կասկածներ կունենաք, որ նա երբեք այն մարդկանց համար, ովքեր որ եթե ամուսնացած տղամարդու չեք հանդիպելու, ստեղ հնարավոր է տղամարդը բլա խոսի, բայց որ կոնկրետ ինքը պատրաստ է ձեզ ստատուս տալու, մի քիչ կասկածելի կլինի, տեսնում եք, ճշտեք ամեն մի ինֆորմացիան եք, ով անձը ով է։ Իսկ որոշ մարդկանց մոտ հնարավոր է ձեր կյանքում, անձնական կյանքում օդի տարերք լինի, հա, տղամարդը կամ հողի տարերք, կխնդրեմ հետո ինձ գրեք։ Գործնականում, եթե ինչ-որ բան, սա էլ տեղից չէ շարժվում, վերջապես ինչ-որ միտք կգա, միտք կծագի, ինչու ես սա այսպես չէի որոշել անել, հա, պետքա շուտ անեի ու ինչ-որ նոր շանսա գալիս, որտեղ որ սկի չեք էլ մտածել, որ դուք կարող եք այդ հարցին այդպես լուծում տալ։ Նոր սկիզբ, նոր հնարավորություններ, բավական ժոստի մեթոդներով։ Ինչ վերաբերվում է ֆինանսները, ստե ֆինանս կա, բայց ոնց գալիս է, հենց գնում է, չեմ ուզում խաբել։ Հա, նաև այստեղ միգուցե շատերը կցանկանան ինչ-որ բան սովորել, նոր ֆունդամենտ դնելու համար, հաշվարկների հետ կարող է կապված լինի, սովորելու հետ, կարող է կապված լինի թվագիտության հետ, որովհետև թվագիտությունն էլ է այստեղ հաշվարկ։ Ինչ վերաբերվում է ձեր առողջության հետ, ջրի հետ կապ ունի, սնունդի հետ կապ ունի եւ ոտքի ծնկների հետ կապ ունի, սիրելի ուրեմն խեցգետինները դարձում մի քիչ զգուշեղեք, թունավորման, հին սնունդ չուտեք եւ այլն։ Կամ խմիչքի հետ կապված, որ հետո ոչ մեկին չմեղադրեք։ Իտոգում ինչ կստանաք։ Իտոգում նայեք, այն ինչ ձեզ էլ չի ուրախացնում, ոգևորում, իտոգում դու դա թողնեք անցյալում, հասկանալով, որ անիմաստ ժամանակ եք վատնում այդտեղ եւ նոր ելք եք կփնտրեք, նոր աշխատանքի հետ է կապված լինելու։ Շատերի մոտ հնարավոր է այդ նոր աշխատանքը յուրիստի հետ կապված լինի, բժշկականի հետ կապված լինի, ապտեկայի հետ կապված լինի, սնունդի հետ կապված լինի, ինչ-որ մեծ բանի հետ է, օբյեկտային եւ այլն, եւ շատ լավ կարող եք տեղավորվել, որտեղ մեծ հաճույքով ունեմ փորձ եւ ես կարողանում եմ իմ գումարները աշխատել։ Տեսնենք որպես խորհուրդ ձեզ, սիրելի խեցգետիններ մարտ ամսվա համար։ Տեսնում եք, պլաններ պլանավորեք եւ շարժվեք առաջ, չվախենալով կոնկուրենցիայից, եթե բիզնեսի հետ եք կապված, բայց ոչ մարդկանց գլխի վրայով։ Այդ դեպքում դինամիկա կլինի։ Անցնենք հաջորդ հորոսկոպի նշանին, շնորհակալ եմ։ Ինչպիսի փոփոխություններ է սպասվում, ովքեր ծնվել են առյուծ համաստեղության ներքո, ամբողջ մարտ ամիս։ Ո, այս ինչ լավ քարտ է, իսկական կրակ, возбуждение, այն ինչ-որ նոր ծիլեր կարող է տալ, ոգևորություն, նոր հնարավորություններ, չգիտես որտեղից, որ կոգևորի ձեզ, ինչ-որ նորի հետ է կապված, ասեմ, որ կլինեք ակտիվ, ինչ կապված է նորի հետ, ինչը կարող է ձեզ առաջ տանի, ուրախացնի, նոր հնարավորությունների հետ կապված, որ հետագայում կտա իր ծիլեր անձնական կյանքում առյուծների մարտ ամսին, ինչ-որ բան կավարտի որոշ մարդկանց մոտ անձնականում, իսկ ինչ-որ մարդկանց մոտ վախեր կլինի, որ կարող եմ ես կորցնել, խորհուրդ կտայի այդ վախերն էլ աչքեր ունի, հա, ձեր գլխից այդ կաշմար մտքերը հանել եւ չվախենալ, եթե անցյալում դա եղել է, դա չի նշանակում, հա, որ ձեզ կարող են խաբել։
Բայց այստեղ անսպասելի ինչ-որ բան կարող է լինել կապված ձեր միամտության հետ, մի փոքր զգուշ եղել, իսկ ինչ անեք։ Եթե տեսնում եք հարաբերությունների հետ կապված ինչ-որ մարդիկ փորձում են օգտվել ձեր միամտությունից, փակվեք այդ հարաբերություններից, ուղարկեք գրողի ծոցը։ Okay։ Գործնականը առյուծների մարդ ամբողջ ամիս։ Ֆինանսները։ Վատ չի, բայց գործնականում խնդիրներ կա։ Ֆինանսներում պայքար կարող է լինի, ինչը կապված է նոր, ինչ-որ նոր պրոյեկտի հետ, բայց ստեղ միգուցե կլինի ինչ-որ բան, որ դուք չեք ուզենա ասել, շատերին, ինչպես հարմար են գտնում, այնպես էլ անում են, բայց աբիժննի մարդիկ կունենաք ձեր գործերի մեջ, նախանց, չկամեցող, ցիպես վարյանտ ինֆոներ է գալի, գործնականում, միգուցե կլինեն մարդիկ, ովքեր կցանկանան ձեր տեղը գրավել, ոչ չեսնի մեթոդներով, փորձելով գողանալ այն, ինչ իրենցը չի։ Իսկ ինչ վերաբերվում է նորի հետ, այստեղ նորում ակտիվ եմ տեսնում, բայց կլինի մի բան, որը ձեր էմոցիաներին տեղ կտա, կապված ֆինանսների, եւ այստեղ դուք զագրանիցայի մասին է այստեղ խոսքը, այլ երկրի նոր պլաններ, որտեղ ավելի հետաքրքիր, այո, ճանաչում նաև կարող է ձեզ սպասվել այլ երկրում։ Միգուցե հիմա դա ձեր գլխում կա, ձեր մտքում կա։ Okay։ Եվ դա դուք կարող եք բավականին վառ արտահայտել։ Տեսնենք ֆինանսներից իմացան կգա ֆինանսներ։ Այո, լավ հնարավորություններ կգա, կունենաք։ Միգուցե այլ մարդկանց միջոցով էլ կգա։ Մեծ շանսեր կա ու երկար ժամանակով կստացի։ Նոր հնարավորություններ, նոր դռներ ձեր մոտ կբացվեն։ Եկեք նայենք առողջականը։ Ու առողջականի վրա ես տեսնում եմ, ստե կարող է աշխատանքի հետ կապված լինի, որ անընդհատ խոսքի դուք նստած եք, աշխատում։ Այստեղ տազի հետ կարա լինի, գոտկատեղից ներքև մի քիչ ուշադրություն դարձրեք եւ ուշադրություն դարձրեք ձեր ձեռքերին։ Ինչով որ դուք հաց եք ուտում, աշխատում եք եւ այլն, մատներին, կոճերին։ Իտոգում ինչ կստանան առյուծները։ Մարտ ամսին արտնացում է սպասվում առյուծներին։ Եթե կիսատ թողած գործեր կար, դրանք կավարտվեն։ Փաստաթղթային գործեր կար, դրանք դուք կավարտեք եւ տեսնում եք ընտանիքով ինչքան ուրախ կլինեք եւ նոր շունչ ոնց որ քաշեք իտոգում։ Խորհուրդ առյուծների։ Եթե ինչ-որ առաջարկ են արել, մի հրաժարվեք այդ առաջարկից, սիրով ընդունեք, եթե կասկածում եք ընդունեմ, չընդունեմ, խորհուրդ է տալիս ընդունել։ Եվ դա ինչ կտա ձեզ, տեսնում եք գայթակղիչ կստացի առաջարկություն կարող է լինել, այստեղ կնոջ կողմից եմ տեսնում, որովհետև առյուծը առաջարկը կնոջ կողմից է, մնում է դուք ընդունեք, լավ ֆունդամենտ, երկար ժամանակով։ Կօգտագործեք թե ոչ, դա ձեր կամքն է, անցնում ենք առաջ։ Կույսերին, սիրելի կույսեր։ Ինչպիսի փոփոխություն են սպասվում այն մարդկանց, ովքեր ծնվել են կույս համաստեղության ներքո, ամբողջ մարտ ամիսը էներգիան։ Էներգիան բավականին ակտիվ եք լինելու, վազքերի մեջ, լավ է դա արդեն։ Կույսեր անձնականը մարտ ամիս, գործնականը։ Լավ է, ֆինանսները,
գույսերի մարտանցին, ընտիրա գույսերի մոտ, առողջականը, լավա, իտոգում ինչ կստանան գույսերը մարտանցին, սաղ ֆինանսային քարտերա դուրս եկել, դժվելիք, խորուրդ գույսերին, անընդհատ վազքերի մեջ եք լինելու սիրելի գույսեր, դրայվի, ինչ վերաբերվում է անձնականում օգնություն սիրելիի հետ կապված, բայց իմ խորհուրդը ձեզ կանանց համար, երբեք մի օգնեք ձեր տղամարդուն, ով կարող է ոտքերը ձեր վրա կեղտոտեն, ձեր գինը իմացեք, իսկ ինչ վերաբերվում է տղամարդանց, անձնական կյանքում ձեզ կարող է արարիչը տալ լավ հնարավորություններ, բայց պետք չի չարաշահել ուրիշի բարությունը։ Այս մասին մտածեք, որ օգնեք, եթե ինչ-որ մեկը ձեր համար իր էներգիան, իր ռեսուրսը դնում է, դուք էլ դրեք, դուք էլ արեք իր համար, հա խոսքի նվեր ա տալիս, դուք էլ նվեր արեք կանանց։ Ինչ վերաբերվում է գործնականին, այստեղ չգիտես ինչու մինչև վերջ դուք ձեր ասածը կանեք եւ տեսնում եք ինչ լավ քարտ է, որպեսզի ծաղկեք եւ առաջ գնաք ձեր տեղում լինելով, շնորհակալ եմ։ Ինչ վերաբերվում է ֆինանսներին, ֆինանսի պայուկ, ռոմանսի, ֆինանսները շատ լավ է, այն ինչ դուք հիմք կդնեք ձեր ֆինանսներում, բավականին լավ ֆունդամենտ, երկար ժամանակով, զբաղված լինելով ձեր գործերով եւ ֆինանսային գործերով։ Առողջականի հետ կապված վախենալ պետք չի, չեմ տեսնում ինչ-որ, շնորհակալ եմ, դուրս գա, հա, իր ուրեմն իրավիճակից ստեղ деньги бережет, հա, здоровье бережет, ուշադիր կլինեք։ Իսկ ինչ վերաբերվում է ընդհանուր, լավ քարտա դուրս եկե ֆինանսային, հողագործների համար, ծաղկում, աճում, առաջ խաղացում, նոր հնարավորություններ, ինչ-որ ներդրող կարող է լինի, ընդհանրապես մի գաղտնիք ասեմ, քանի որ սա 15-ն է, մեկին 5-6, ինչու 15, հա, 14, ներողություն 14-ն է, 13-ը դա դաման է, թաքուհին, իսկ կարոլը դա 13-ը դա դաման է, 14-ը կարոլն է, ուրեմն թաքավորը։ Սա խոսում է այն մասին, որ մեկին գումարում ենք 4, կարգու կանոն հաստատելով ձեր, հա, բոլոր օրակարգը, այստեղ ես խորհուրդ կտայի նոր շրջապատ, ձեր բերեք նոր փոփոխություններ մտցնելով ձեր կյանքում, շնորհակալ եմ եւ միգուցե ինչ-որ բաններ դնեք, հա, որովհետև դա խոսում է նաև այն մասին 4-ը առանց ներդնելու չի լինի, բայց դուք դա պետք է անեք սրտով, այլ ոչ թե սենց սառը, այնքան որ անում եմ, հա, տեսնում եք, ինչ լավ քարտ է, եթե ուզում եք ծաղկեք, օրինակ կան տարբեր կազմակերպություններ, շների հետ կապված կացարանների, ինչ-որ տարվա մեջ մի գումար հատկացրեք, ինչ-որ կլորիկ փոքր թեկուզ գումար էլ լինի, ձեր հնարավորության չափով, օգնելու համար, կամ կարիքավորներին, հա, ինչպես օրինակ ես եմ անում, մռակով հիվանդ երեխեքին, այս, որ գրել էր, հա, քո հորդ բան, ասենք քո երկրի համար, այ վիրուս, մի բանով այդ ռակով հիվանդ երեխեքին օգնել ես, մեր զինվորներին օգնել ես, իհարկե ոչ, ուրեմն սսկվի, ուրիշների գործերին էլ մի խառնվի, թե չէ ինչ գիտես, ես ինչ վիզուալ, ինչ կարամ անեմ ու քո հետ, 2 ժամ հետո ինչ կարա լինի, հասկացա, անենց որ, քաքլա, եղուն գունես հետևդ քորի, ու ուրիշի, անձնական դաշտում գործ չունես, տեսնում եք սիրելի կույսեր, ինչ լավ քարտ է դուրս եկել անցյալի հետ, շատ հարցեր, եթե ինչ-որ բան չեր գնում ձեր մոտ առաջ, ուրեմն դուք կարող եք, որովհետև անցյալը կարող է խանգարել, անցյալը թողնելով անցյալ, ապրելով ներկայով, որտեղ ձեր մոտ նոր դռներ կարող է բացվել և դուք շարժվեք առաջ։ Պարզ է,
Որովհետև անցյալը երբեք չի կարող ձեզ թողնել, որպեսզի դուք գնաք առաջ։ Անցյալ ձևով մտածելը չի կարող ձեզ թողել, հա, անցյալ շրանքները, որպեսզի դուք գնաք առաջ։ Դրա համար մոռանում ենք, մաքրում ենք մեր դաշտը, սիրելի կույսեր։ Անցյալից ով խանգարում է եւ սկսում նորը։ Դա կարող է սիրո հետ կապված լինել, հա։ Մարդկանց, որոնք դավաճանել են, մեջքից ձեզ հարվածել են, թողեք անցյալում, նոր սկիզբ դրեք, որտեղ մեծ հնարավորություններ կարող եք ունենալ եւ շարժվեք առաջ։ Այսօր այսքան է այս հարցում, մեր կույսերի համար անցնենք առաջ։ Ինչպիսի փոփոխություններ են սպասվում տշեր կամաստեղության ներքո ծնվածներին, հենց ձեր քարտն է դուրս եկել, նայեք, սիրելի կշերներ, հետաքրքիր էր։ Ինչպիսի փոփոխություններ է սպասվում կշերքներին, մարտ ամբողջ ամիս, էներգիան, անձնականը կշերքների մարտ ամսին, գործնականը, ֆինանսները, լավա, առողջականը, իտոգում ինչ կստանաք, և խորուրդ։ Ուրախություններ է սպասվում, միգուցե հյուրերի հետ, այնպիսի մարդկանց, նորի հետ, նոր շանսերի հետ, ձեզ սիրելի կշերքներ։ Իսկ անձնականում, այստեղ անձնականում երկակի իրավիճակում կարող են տղամարդիկ հայտնվել, երկու կրակի միջև, չգիտեմ նրան ընտրեմ, թե նրան ընտրեմ, անկայունություն է ստեղից, հա, չհասկանալով ինչ ես ընտրում։ Իսկ կանանց մոտ էլ կարա լինի, երկու տղամարդու միջև, հա, երկու կրակի, սա էլա դուրս գալիս, նա էլա դուրս գալիս, ինչ անեմ, չգիտեմ, որ մեկին ընտրեմ, չգիտեմ։ Իսկ որոշ մարդկանց մոտ հնարավոր է այլ ազգի մարդ լինի նոր ծանոթությունը, հա, ձեր հետ, այլ ազգի մարդու հետ, էմիգրանտի հետ։ Ինչ վերաբերում է գործնականում, դուք ձեր տեղում կլինեք, առաջխաղացումներ, նոր մտահղացումներ եւ այլը։ Տեսնում եք, լավ է, չեմ կարող ասել վատ է։ Իսկ ֆինանսները մեկ լավ է, մեկ վատ է։ Մեկ գալիս է, մեկ կանգ է առնում, հա, դա կապված է ֆորտունայից, հաջողության անիվից։ Առողջության հետ կապված ինչ-որ բան զրոյանալու է, ձեր մոտ ավարտվելու է և տեսնում եք, նոր ցիկլ է սկսելու, ինչ վերաբերվում է, իտոգում ինչ կստանաք, ներվատրյոկ կա, բայց կայուն պահելով իրավիճակը, ինչու, չեք ցանկանա ինչ-որ նոր բան փոխել, հա, ձեր կյանքում, փորձելով ձեր ասածը առաջ տանել, բայց այստեղ մի հետաքրքիր քարտ կա, որը տալիս է մեծ շանսեր, լավ ֆունդամենտ երկար ժամանակով դնելու, այլ ոչ թե անցյալը ես վախենում եմ փոխեմ, չեմ ուզում փոխեմ, ես այդպես եմ որոշել եւ այլը, հա, փորձեք դնել նոր ֆունդամենտ կայուն լինելու համար եւ ինչ որ նոր բան մտածեք երկարի համար, այլ ոչ թե այնքան որ պահի տակ, ես այդ գումարը 3 թիվն է, հա, всё աշխատեցի, всё, դա հիմք չի, կայունություն չի բերի երկար ժամանակով, հա, իսկ ինքն ասում է ավարտի մի բան, ինչը էլ անցյալն է, որ չի աշխատում, նորը սկսի, որը կարաս դնես մեծ ֆունդամենտ, ի օգուտ քեզ։ Եղավ սիրելիներս, անցնենք առաջ, ուրեմն կարիճներին։ Ինչպիսի փոփոխություններ է սպասվում, ովքեր ծնվել են կարիճ համաստեղության ներքո, ամբողջ մարտ ամիսը։ Անձնականը, գործնականը, առողջականը, իտոգում եւ խորհուրդ։ Ահա, ով ցանում է, այն էլ հնձում է, մի դատի ուրիշին, որ չդատվես, այդ քարտն է, իսկ եթե ինչ-որ մեկի կյանքում լինում է արարչից պատասխան մի նեղացեք, որովհետև դա պատահականություն չի, ասում է մի դատի, որ չդատվես, ինչ ես ցանել, այն էլ հնձում ես, ոչ մեկին դու իրավունք չունես մեղադրելու,
հա, լավն ես արել, լավն է քեզ գալիս, վատն ես արել, վատն է քեզ գալի, ինչ անում ես, ռացիոնալ, սառը ուղեղով արա, ոչ մեկին չմեղադրելով, ինչ վերաբերվում է անձնականում, բլա, 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 ականջին ձեր լապշա ցանողներին հեռու եք պահում ձեզանից, որպեսզի վիրտուալ կապը ձեր համար չէ, հեռու պահելով ձեզ հեռավար հարաբերությունները, որոնք լուրջ չեն, վիրտուալ են, հա, այնքան որ գրվում են ձեր հետ, ժամանակ առ ժամանակ հանդիպում են, նաև վիրտուալ, հա, հարթակում հնարավոր է սոցկայքերում նոր ծանոթություն, ինչ որ հեքիաթ պատմողի հետ, սեր ցուցակցեք, ով միայն կարող է խոսել, բայց ոչինչ չանել, օգտվելով ձեր միամտությունից, ում դուք չեք տեսնում։ Ինչ վերաբերվում է ձեր գործնականում կլինեք ակտիվ, տեսնում եք ինչ լավ քարտ է։ Կլինեք բավականին ակտիվ եւ մարդիկ, եթե այլ մտքեր չունենաք, կձգեք մարդկանց, թե տղամարդ եք ին ձեր կողմ։ Ձեր մագնետիզմով, ձեր խարիզմայով, ինչ վերաբերվում է ֆինանսները, կայուն եմ տեսնում, չեմ տեսնում, որ անկայուն լինի և դուրս գա իրավիճակից, հա, իտոգում ինչ կլինի, իտոգում զգուշ եղեք հիմար քայլերից, որ հետո չսխալվեք, որովհետև դա կարող է ձեզ համար, խոսքի վրա, եթե վատ բան ես անում, դա այդ հիմարության պատճառով ունենալու է հետևանք, հա, իտոգում մտածեք, որ կյանքի քննության ժամանակը եկել է, որպեսզի դուք այն ինչ ճանապարհ անցել եք, թեկուզ քիչ, տեսնում եք խուրջինը քիչ է, արդեն պետք է փոխեք ձեր պահվածքը իտոգում, հասկանալով, որ դա կյանքի քննություն է ինձ համար, հա, ես պետք է փոխվեմ, ես էլ առաջվանը չպետք է լինեմ, մտքերը ձեր պետք է մաքուր լինեն, եւ այլ, եւ այլ, եւ այլ, որպեսզի նոր փոփոխություններ բերեք, միգուցե կտրուկ ստեղ ինչ-որ նոր փոփոխություններ անսպասելի, հա, հագուկապի հետ կարող է կապված լինի, նոր ինչ-որ բանի հետ, որը նոր արթնանում է ձեր մեջ, իտոգում, և խորհուրդ բալանսի բերեք էներգիաները ձեր շուրջը շրջապատում, հա, լինելով համահունչ, ներդաշնակ, բոլոր սֆերաներում, բոլոր մարդկանց հետ, որպեսզի ձեր պահապան հրեշտակը ձեզ օգնի և ձեզ առաջ տանի։ Այսքանը անցնենք հաջորդը ուրեմն աղեղնավորներին փախնում են ձերքից, ինչքան աղեղնավոր ունենք էստեղ, ինձ հենց հիմա հետևորդ ունեմ, որ սպասում եք կոնսուլտացիայի, բայց ամենայն դեպս ոչինչ, որ մի քիչ ուշանամ, գիտեմ բնավորությունը։ Ինչպեսի փոփոխություններ է սպասվում, ովքեր ծնվել են։ Աղեղնավոր համաստեղության ներքո մարտ ամբողջ ամիսը վազքերի մեջ կլինեք, կփորձեք բալանսավորել ամեն ինչ, բալանսի մեջ պահել, լավ քարտեր դուրս են գալիս, լավն ենք ասում, վատն է դուրս գալիս, փորձում ենք էլի լավ ասենք, բայց լինելու բանը ինչ պետքա լինի, որովհետև Հայաստանում նեգատիվը բավականին շատ է, այ դրա համար էլ շատ ռասկլատներ, այո, լինում է նեգատիվ, ինչու, որովհետև TikTok-ը համացանցը, նեգատիվը բավականին շատ է, ինչու եք զարմանում իմ պատասխաններից, անձնականը, աղեղնավորների գործնականը, մարտ ամսի, ֆինանսները, առողջականը, իտոգում ինչ կստանաք, այստեղ մենակ գործնականն է մի քիչ վախերի, տեսնում եք ինչ-որ գործերի հետ կապված, անում եմ չեմ գնահատում ադբիդա, խորհուրդ, առողջականի տոք խորհուրդ աղեղնավորների նայեք ինչ հետաքրքիր խորհուրդ է եկել, ահա, անձնականում
կարող անհայտանա ձեր պարտնյորը, ում հետ դուք բականին կապված եք, կամ դուք կանանց հավերաբերվում, գցեք սև ցուցակ, փակվեք իրանից, տղամարդկանց համար դա, հա, իսկ կանանց համար նույնն էլ դուք կարող եք փակվեք ձեր պարտնյորից։ Նաև կարող եք ծանոթանալ մի այնպիսի պարտնյորի հետ, որը որ կոմպլեքսներ ինչ-որ ունի, հա, շատ լսում, քիչ խոսում, դա ձեզ մտածելու տեղ կտա։ Գործնականում այստեղ տեսնում են վախեր, ինչ-որ իրավիճակներ, որտեղ կա աբիդա, հա, որտեղ դուք կարող եք ինչ-որ մարդկանց մեղադրել ձեր սխալների մեջ, և հենց այդ իրավիճակը իզուր չի գալիս, հա, որ խորհուրդ է տալիս, եթե նախկինում միգուցե ինչ-որ մեկին ագիտացիա եք կարդացել գլխին, կամ ինչ-որ ստեղ եղել է գրուպավոր գործողություններ, կամ ինչ-որ մեկին խորհուրդ եք տվել, հա, և այլն, նեղացրել եք, հա, նվաստացրել եք, և այլն, նույն վիճակում էլ որոշ մարդիկ կարող է հայտնվել, եթե չհասկանան իրանց սխալը, որովհետև ես չեմ ընդունում իմ սխալը, փոքր երեխու, կապրիզնի երեխու, պես պահելով։ Այստեղ գործնականում նաև կլինեն մարդիկ, ովքեր ձեզ ինչ-որ հարցում կարող է մեղադրեն, նաև ինչ-որ հարցով մեղացնեն, չգիտեմ ինչու։ Նաև վախեր կլինի, որ դուք կարող եք կորցնել ձեր աշխատանքը, որը որ ձեզ այսքան ցավ է բերում։ Վախեր, ինչ-որ վախերի հետ է կապված ստեղ։ Կուլիսային գործողությունների, կստացի։ Ինչ վերաբերվում ֆինանսների հետ, ստեղ հնարավոր է նոր ինչ-որ ստեղծագործական առաջարկ լինի, դուր բացվի ձեր մոտ, խորհուրդ կտամ ընդունել։ Տեսնում եք, պինդ բռնել և ձեր ձեռքից բաց չթողնել, իսկ դա տեսնենք ձեզ ֆինանս կբերի։ Նու խորհրդակցեք դամա կուպկովի հետ, ով կարող է ձեզ ճիշտ ուղու վրա դնել, ով ծաղկում է և առաջ է գնում։ Միգուցե նոր ինչ-որ հետաքրքիր միտք տա ձեզ, իսկ ստե աշխատանքում ինչ-որ բան փոխվի ձեր մոտ, այո, լավ շանս կա, մնում է դուք ձեր սխալներն ընդունեք։ Իտոգում ինչ կստանաք, ղեկավարի հետ է կապված գործը կամ փաստաթղթային գործերի հետ կապված, ներողություն, սա առողջականներ, առողջականը, աղեղնավորների, լավ է, պինդ կլինեք, ես չեմ տեսնում, որ կամֆորտը ձեր կխախտվի, ամեն ինչ շատ հանգիստ կտանեք։ Եթե ինչ-որ բան էլ լինի, դա ձեր սահմանները հատելու հետ կարող է կապված լինի, որտեղ դուք կարող եք մի փոքր նյարդային անալ, բայց պահպանել ձեր սահմանները, հա։ Նյարդայինի հետ կարող եք կապում, ինչ-որ իմպուլսի, անեք հետո մտածեք։ Ինչ վերաբերվում է իտոգում ինչ կստանաք, ճիշտ խորհրդատվություն ինչ-որ մարդու հետ, որը կարող է ձեր ընկերը լինի, տեսնում եք, իրավաբանի հետ, իտոգում, որտեղ պետք է վերանայել մարդկանց հետ հարաբերությունները, որպես ինչ-որ ավանտյուրաների մեջ չընկնեք կամ ձեզ ներչքաշեն, կստացի։ Եթե օրինակ ձեզ ինչ-որ առաջարկ են արել, սա աղեղնավորներին է վերաբերում, ինչ-որ մարդիկ ճշտեք, ինչ նպատակներ ունեն իրանք, նաև սա։ Իտոգում ճիշտ խորհրդատվությունը ձեզ կօգնի, մեկ էլ ինչ-որ ընկեր ձեր շրջապատից կամ ինչ-որ մարդով կարող է հայտնվել ձեր կյանքում, շատ կարևոր կստացի անձ լինել, ով կարող է ձեզ շատ հարցերում օգնել։ Որպես խորհուրդ, ով ինչ ցանում է, այն էլ հնձում է, մի մեղադրեք ձեր այն խոսքի օրինակ, կան, չէ, բոլորը հո իդեալական չեն։ Եթե ինչ-որ մեկին դատել եք, դա պետք է պատասխան ունենալ հետադարձ, եթե դուք ինչ-որ մեկի հանդեպ խոսքի օրինակ տիեզերքի օրենքները խախտել եք, ուշ թե շուտ դա պետք է լիներ այդ պատասխանը։ Եթե փաստաթղթային գործերի մեջ եք հիմա վերանայեք, ինչ եք արել, ում հանդեպ եք արել, հա, գալիս է ժամանակը, որ պետք է ներողություն խնդրես քո սխալների համար, դա ամոթ չի, դա անում են սառը գլխով և բավականին ուժեղ բնավորության տեր մարդիկ։ Իսկ եթե տեսնում եք,
ինչ որ հարցեր են լինում, սառը մտածեք, 10 կտրեք, մեկը չափեք, լուրջ խոսեք, հա, որ ձեզ չի կարելի խաբել եւ այլ, որպեսզի լրջություն մտցնեք ձեր կյանքում, լինելով պատասխանատու ձեր արարքների համար, լինելով պատասխանատու ձեր գործի մեջ, հա, այլ ոչ թե ձեր վրայից գցելով եւ այլը։ Այստեղ պետք է ընդունել իրականությունը, ինչ ցանում ես, այն հնգին ես։ Սա աղեղնավորների համար անցնենք այծեղջուրներ, սիրելի այծեղջուրներ, մի րոպե սիրելի հետևորդներ, մի վարքյան, այծեղջուրներ, չեք բացի, ինչպեսի փոփոխություններ են սպասում, ովքեր ծնվել են այծեղջուր համաստեղության ներքո ամբողջ մարտ ամիս, անձնական այծեղջուրների գործնականը մարտ ամսին, ահա, լավ է, ֆինանսները, վատ չի, գործնականը, մի րոպե, ահա, այսպես, վսա, առողջականը, իտոգում ինչ կստանան այծեղջուրները, շատ հետաքրքիր է, և խորհուրդ այծեղջուրները, անդադ վազքերի մեջ եք լինելու ոգևորված, դա խոստանում է ձեզ Ռիցարդ Ժեզլովը, հա, ախ, գավազանի արքայազնը, բայց շտապ որոշումներ մի կայացրեք, 10 կտրեք, մեկը չափեք նոր, որ հետագայում խնդիրներ չլինի, չնայած քարտերը շատ լավն են, գործնականում, անձնական կյանքում էստեղ պարտնյորի հետ է, ոնց որ հավասար ցանկանաք կիսեք, հա, ամեն ինչ, բայց դա կարող է լինի խոսքի դատական գործերի հետ կապված, դատի եք տալիս, ուզում եք ձիլոշ լինի, ինչ-որ բան կիսեք իրար հետ, գույքի հետ, հավասար, կարա լինի ձեր պարտնյորը, ով կարող է ցանկանա ձեր հաշվին, իմանալով, որ ձեզ մոտ ամեն ինչ լավ է, հա, թույլ մի տվեք, իմ խորհուրդը ձեզ սիրելի կանայք, իսկ տղամարդկանց, չգիտես որտեղից կարող է, եթե ինչ-որ վիճակում հայտնվեք, հնարավոր է ինչ-որ կին օգնի ձեզ, ահա, պատժեշկա է դա կոչվում, ֆինանսային, այստեղ էներգոաբմենի մասին է խոսքը, աշխատեք էներգոաբմեն ունեցեք, եթե ինչ-որ մեկը տալիս է ձեր համար իր ժամանակաէներգիան, այստեղ դուք էլ օգտակար եղեք անձին, հա, էներգոաբմենով, ինչ վերաբերվում է այստեղ գործնականին, բավականին շատ զբաղված կլինեք ձեր գործնականով, աշխատելով ձեր գումարները, ինչ վերաբերվում է ֆինանսների հետ, եթե դուք ոչ մի կարմա չեք աշխատել, կանգնած էր ձեր մոտ գործերը, այստեղ հնարավոր է, հաջողության անիվը պտտվի ձեզ մոտ և հաջողությունը բացվի, և ինչ վերևում է, ինչ արել ես, դա տեսնվում է և ձեզ վարձատրում է, վատն է կարել, չգիտես որտեղից կարող է կանգնել, բայց ես չի ասի շատերի մոտ կանգնի, ինչու, որովհետև քարտերը բավականին լավն է, դուրս եկել, տեսնում եք, և այստեղ ֆինանսային հաջողությունները ձեզ մոտ կարող է գալ, հոսք, ինչ վերաբերվում է առողջության հետ կապված, դա ուկոլների, հոսանքի խփելու, սուր, կտրող, ծակող գործիքների հետ կարող է կապ ունենա, զգույշ եղեք, նաև խոսքի հետ, ագրեսիայի, չմտնեք, չխառնվեք ինչ-որ գործողությունների մեջ, որտեղ, որ կարող ես հարված են խոսքի, ատամի հետ սա նաև կապ ունի, սիստեմաների հետ կապ ունի, ոչ մի լուրջ բան չեմ տեսնում, համենայն դեպս այստեղ լավ կպրծնեք, ինչ վերաբերվում է իտոգում դուք ինչ կստանաք, կայունություն, տեսնում եք ամեն ինչ լավ կլինի,
կայունություն տեսնում եմ ձեզ մոտ ֆինանսային, չեմ տեսնում, որ դուք ինչ-որ վատ իրավիճակներում կարող է հայտնվեք, շատերի մոտ կարիերայի հետ կապված, որտեղ դուք պատրաստ եք ամեն ինչի միայն ձեր ընտանիքը պահելու, կայունացնելու, տեսնում եք, այստեղ հիվանդ մարդ կա, տարիքով որտեղ էր, հեսը գլուխն է, նստած բազմոցին, հոգ տանելով նրանց մասին, իտոգո, որպես խորհուրդ, թույլ մի տվեք, որ որևիցե մի անձ սահմաններ, ձեր սահմանները հատի, ինչ որտեղ եթե պետքա ժոստկի եղեք, դա ձեզ կօգնի կարգ ու կանոն հաստատելով ձեր սեփական տարածքը, անցնենք առաջ, հաջորդը դա ջրհոսներն են, սիրելի ջրհոսներ, մնացին ջրհոսները և ձկները, ինչպիսի փոփոխություններ են սպասվում, ովքեր ծնվել են ջրհոս համաստեղության, ներքո ամբողջ մարտ ամիսը 26 թվական էներգիաները, իսկ ինչ կարող են անել ջրհոսները, որպեսզի իրավիճակը գլխի վայր փոխվի, ընդունել կարդինալ փոփոխությունները, դա պետք է լիներ, եթե չես փոխվում հարվածում բավականին ցավոտ ստեղծելով տուպիկ տեսնում եք, որպեսզի դուք փոխվեք, չեք փոխվում, ստեղ պետք է ընդունեք կարդինալ փոփոխությունները, որ էլ առաջվանը չի լինելու, ինչ որ նոր բան պետք է մտածեք, ահա, շատերի մոտ հնարավոր է դուք տեսնեք մի բան, որը այլ մարդկանց հասու չի, դա արթնացման հետ էլ կարող է կապ ունենա, և այստեղից 180 աստիճան կարող է փոխվի ձեր աշխարհայացքները մարդկանց հանդեպ, կյանքի հանդեպ, ձեր եսի հանդեպ եւ այլն, նաև այս մասին է խոսում, իսկ որոշ մարդկանց մոտ տուպիկ իրավիճակ, որտեղ դուք պետք է իրավիճակ ընդունեք, դա կարմիչիսկի է գալիս, ձեր սխալներից եւ ընդունեք կարդինալ փոփոխությունները, ձեր եսը այսօրվա չի աշխատի, դուք պետք է փոխվեք 180 աստիճան, կարդինալ փոխելով ձեզ, օքեյ, փոփոխությունները անձնական կյանքում ջրհոսների համար, գործնականում, գոնե գործնականում լավ է, ֆինանսներում լավ է, սլավա բոգու, առողջականը, ուրեմն ջրհոսների, մարտ ամսին եւ իտոգում ինչ կստանան ջրհոսները, չեմ ուզում ձեզ շատ վատ քարտեր դուրս գա, համենայն դեպս սիրոնը լավ չի, խորհուրդ ջրհոսներին, մարտ ամսվա համար, Սլավա Բոգու, դե ասեցի կարդինալ փոփոխություններ, կարմիչիսկի պրոբլեմներ, որոնք գալիս են որոշ մարդկանց արած գործողություններից, ստե դիմակայել պետք չի այդ կարդինալ փոփոխությունները, տրանսֆորմացիան, վերածնունդը դուք պետք է ապրեք, որովհետև էլ առաջվանը չի լինելու, առաջվանը չի աշխատում, սիրո մեջ կապված ստեղ ստաբիլություն չեմ տեսնում, մեծ հիասթափություն եմ տեսնում եք, կորուստի հետ է կապված և այստեղից ոնց որ ձեր բալանսը ուզում է խախտվի, խորհուրդ կտամ ստեղ երբ կանգնած եք այդ սևը ձեր գլխի մտածածն է, բալանսի բերեք ձեր էներգիան և մի հետ վերադարձեք այդ կոտրած տաշտակին փորձելով ինչ-որ փշրանքներ հավաքել, դա օգուտ չի, դա արդեն վերջնական է, եթե ինչ-որ բան արել էիք, իմաստ չունի, անձնականի հետ կապված, բալանսի բերելով ձեր էներգիան, իսկ այլ մարդկանց մոտ հնարավոր է նոր փոփոխություններ, ինչը կրկնվողի հետ կապ ունի անցյալի հետ, որ կարող խաթարել ձեր այսօրվա մարտ ամսին ձեր անձնական կյանքը, դա կարող լինի ձեր պարտնյորը անցյալի, որոշ մարդկանց մոտ նոր փոփոխություն դեռ ոչ չեմ տեսնում, իսկ որոշ կանանց մոտ տեսնում եմ ամուսնու հետ կապված լինելու, որը որ ալկոգոլ է օգտագործում, միշտ ասում է կթողնեմ, բայց հիասթափություն եք ապրում, այսպիսի մարդիկ չեն փոխվում խաթարելով ձեր հանգիստը այդպես էլ,
Ինչ վերաբերում է գործնականի հետ, ամեն ինչ լավ կլինի, շատ մարդիկ շատ բան չեն իմանա։ Ֆինանսներում այստեղ եկամուտ կա, իօքուտ ձեզ ֆունդամենտ, ինչը կարող է կապ ունենա գեղեցկության հետ, իսկ ինչ վերաբերվում է առողջականի հետ, մի րոպե սիրելի հետևորդներ, ահա, իսկ ինչ վերաբերվում է ձեր առողջականի հետ, դա մրսածության հետ է կապված լինելու, որոշ մարդկանց մոտ ստաբիլ ինչ-որ բուժման հետ է կապված լինելու, իսկ եթե երկար ժամանակ է, հələ որ ոչ մի փոփոխություն չեմ տեսնում, հա, եթե վթարի հետ է կապված կամ դուք ինչ-որ ձգձգել եք եւ այլ, բայց ամենայն դեպս այստեղ լուրջ բան ես չեմ տեսնում, time out, որտեղ կարող է կապ ունենա նյարդայինի հետ կամ ինչ-որ կորուստի հետ, մեկի մահի հետ։ Իտոգում ինչ կստանաք, կայունություն տեսնում եմ, անկայունություն չեմ տեսնում, բայց ինչ-որ նոր փոփոխություններ կարող է լինի, որտեղ որ դուք պետք է լուր պահեք ձեր բերանը, ամեն մի գաղտնիք ձեր կյանքի ոչ մի ոլորտից, ոչ մի մարդու մի ասեք, որպեսզի ձեզ մոտ ամեն ինչ գնա, այլ ոչ թե խաթարվի, որպես խորհուրդ։ Դրեք նոր հիմք, նոր հնարավորություններ, որը կլինի ֆունդամենտալ եւ սկսեք զբաղվել ձեր առողջությամբ, ձեր անձնականով, գնահատելով ձեր եսը։ Okay? Որպեսզի ծաղկեք, սիրելով ձեզ երես տալով, իմանալով ձեր գինը, որպեսզի ծաղկեք եւ առաջ գնաք։ Անցնենք ձկներին եւ սրանով էլ կավարտենք։ Տեսնենք սիրելի ձկներ ձեզ ինչպիսի փոփոխություններ են սպասվում։ Ձկանանում տվեցի մեր յուպին սկսեց ֆլֆլալ։ Ինչպիսի փոփոխություններ են սպասվում, ովքեր ծնվել են ձուկ, համաստեղության ներքո։ Մեր յուպին էլ է ինձ նման համ խոյ է, համ կարիճ։ Ձկները մարտամիս էներգիաները։ Լավ է։ Անձնականը ձկների մարտ ամսին, ավելի շատ ձկները այստեղ տեսնում եք, անձնականի հետ կապված գործերով են իրանց, գործնականը ձկների, ֆինանսները, վատ չի, և առողջական ձկների բալանսի մեջ է։ Իտոգում ինչ կստանան ձկները։ Լավ է, չի սպասում ես, և խորհուրդ ձկների։ Տեսնեք ինչ լավ քարտ է։ Ձկների կյանքում կարող է հայտնվի բավականին հետաքրքիր տղամարդ, լավ խորհրդատու, չի բացառվում նաև սիրո հետ կապված, եթե չկար վաժնի, ով կարևոր կարա դառնա, ով կհարգի ձեր կարծիքը, ձեր աշխարհայացքները ձեր հետ կարող է կիսի։ Ինչ վերաբերվում անձնականին, անձնականում այստեղ այդքան զբաղված չեք լինի սիրով, ինչքան ձեր աշխատանքով, ամեն մարդ իր գործերով, սենց եմ տեսնում։ Եթե ամուսնացած պարտներ լինի, այստեղ հնարավոր է ինքը աշխատի ձեր հարաբերությունների վրա, բայց պետք չի, հա, ավելին պրետենզիա ներկայացնել սիրելի ձկներ։ Ինչ վերաբերվում է ձեր գործնականում, ինչ-որ նոր բանի հետ է կապված, որտեղ դուք դուրս եք գալիս արթնացման հետ է կապված, բավական անսպասելի, այլ որտեղ ձեզ ընդհանրապես այդպես չէին էլ սպասում, էլ առաջվանը չեք լինելու դուք, ինչ-որ բան զրոյանում է ձեր մեջ և ինչ-որ նոր բան է սկսվում, նոր սկիզբ դնելով, միգուցե դա կարող է ինչ-որ նորի հետ կապ ունենա, շատերի համար անսպասելի տեսնում եք, արթնացման հետ կապված, գործնականում, ինչ-որ նորի հետ կապված, որտեղ դուք ընդունում եք արդեն ձեր եսը, ընդունելով ձեզ այնպիսին, ինչպիսին դուք կաք, և դա կարծում եմ մասշտաբի հետ կապ ունի, մասշտաբը դա միրն է։
Զրոյանում աձկների մեջ հին ձուկը և արթնանում նոր ձուկը, որին դուք տեսնում եք բավականին լրիվ այլ մարդ, աշխատանքի մեջ, բավական ռիսկային, բավական անսպասելի արտահայտվող և դա այո ջրհոսի դարն է, դա պետք է լիներ։ Ինչ վերաբերվում է ֆինանսների հետ, սպասվում է անսպասելի մեծ ուրախություն, դա ձեր վաստակի հետ կապ ունի, հալալ քրտնքի նվերներ, կստացի, որտեղ դուք երկար ժամանակով կլինեք, վաստակելու ձեր գումարը ինտերնետի հետ կապված և տեսնում եք, շատերը ձեզ հետ համաձայն կլինեն, բայց ձեր ամեն մի ուրախությունը մի կիսվեք ամեն արժող չարժողի հետ։ Սա այո, մասշտաբի հետ կապ ունի, շնորհավորում եմ։ Ուստեղ կան ֆինանսներ, ռեսուրսներ, իզաբիլիա, արդեն խոսում է այդ մասին, երկար ժամանակով։ Միգուցե ինչ-որ բան հասցրել եք, դրա հետ էլ կապ ունի։ Առողջականի հետ կապված ձեր պահապան հրեշտակը ձեր հետ կլինի, ես չեմ տեսնում, որ դուք որևիցե էներգիա տակ ինչ-որ մեկին, այստեղ հանգիստ կլինի, մեդիտացիաներ կլինի, կառավարելով ձեր էմոցիաները, տեսնում եք, և լինելով ներդաշնակ, բալանսի մեջ, ամբողջ շրջապատի հետ ձեր տանը կլինի, սիրո հետ կլինի, ձեր կոլեգաների հետ կլինի, աշխատանքի մեջ կլինի և այլը։ Դա առողջության հետ կապված, բայց այստեղ չմոռանանք ջուր կա, սառույցից մի քիչ զգուշ եղեք, ինչը ոտքի թաթերի հետ կապ ունի, մրսելու։ Եղա։ Գալիս է սենց ինֆոները։ Ինչ վերաբերվում է իտոգում ինչ կստանաք, շատ լավ քարտ է, բավականին բազմատեսակ գայթակղիչ առաջարկներ, որտեղ ձեզ սպասվում է որոշում, ոչ հեշտ որոշում, միգուցե երկու որոշման մասին է խոսքում, և տեսեք, շատերի մոտ ճանաչում, այն ինչ դուք սիրում եք, մեծ սիրով դրանով կզբաղվեք, և դա ֆունդամենտ է լինելու ձեր համար երկար ժամանակով։ Ինչպես տղամարդկանց կստացի մոտ, այնպես էլ կանանց մոտ, այստեղ համ տղամարդ կա, համ կին։ Որպես խորհուրդ, սիրեք ձեզ, ձեր գինը իմացեք, և եթե նոր պլաններ կա, մի վախեցեք, սկսեք գործել, ձեր վրա ռեսուրս ծախսելով, ժատնիություն, ժլատություն մի արեք։ Տեսնում եք, ստե հղիության հետ կարող է կապ ունենա, հղիությունը դա որն է, նոր ինչ-որ պլանների հետ, եթե մտածել եք, դա էլ է ֆունդամենտ և երկար ժամանակով, եթե դու չես դնում ռեսուրս, չես ստանում, ինչ-որ բան։ Նաև խորհուրդ կտամ ձկներին, երեքը դա որն է, գիտելիք ձեռք բերելը, բանիմաց մարդկանց հետ, ովքեր շատ գիտեն, կարող են սենց, օնլայն, հեռավորության վրա ձեզ ճիշտ գիտելիք տալ, ճիշտ ուղու վրա դնել, որ հետագայում լավ ֆունդամենտ դնեք, աճեք, ծաղկեք և առաջ գնալ, աշխատելով ինքներդ ձեր համար։ Լավ քարտեր էր, վատը չէր։ Այսքանով ես ավարտում եմ իմ աշխատանքը, հորոսկոպի չեմ կարող ասել, ես դա կտեղադրեմ այստեղ, թե ոչ։ Ես դա տեղադրելու եմ իմ յութուբյան երկրորդ ալիքում։ Կարծում եմ ձեզ կհետաքրքրի, կարող եք նաև բաժանորդագրվել իմ յութուբյան երկրորդ ալիքում, որտեղ ես ունեմ 2000-ից և ավել հետևորդներ, իսկ իմ յութուբյան առաջի ալիքում ես ունեմ 38,000-ից և ավել հետևորդներ։ Երկրորդ ալիքը բացվել է, որովհետև Ռուսաստանից ես ունեմ բավականին մեծ պահանջարկ։ Կարծում եմ հասկացաք, դրանց մեջ ունենք հայեր, դրանց մեջ ունենք Դաղստանից, դրանց մեջ ունենք ռուս մարդիկ, ունենք նաև ռուս ուկրաինացի տարոլոգներ, ովքեր դիմում են ինձ, ում համար ես աշխատում եմ, և ես կարծում եմ սա հանրությանը այսօր տեղ կտա մտածելու։ Այսօր այսքանը, լավ եղեք, կհանդիպենք իմ հաջորդ լայվին, հաջողակ եղեք։